Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին, և պարզ է, որ վերջին սերիաների ընթացքում սցենարը խճճվելու է, ամեն բան խառնվելու է իրար և իրադարձությունները շատ արագ ու հետաքրքիր են զարգանալու, լինելու են բազմաթիվ անսպասելի հանգուցալուծումներ, որոնք էլ ավելի դիտելի են դարձնելու սերիալը։ Սարոյանը, ում շուրջ միշտ պտտվել են բոլոր իրադարձությունները և ում պատճառով գրեթե միշտ տեղի են ունեցել բոլոր դժբախտություններն ու սպանությունները, պետք է վերջապես պատասխան տա իր քայլերի համար։ Ի սկզբանե Սարոյանը բռնի կերպով Նարինեին ամուսնացրեց Միսակի հետ, իսկ հետո նրա գործած սպանությունը, այդպիսով ընդմիշտ դժբախտացնելով հարազատ դստերը, բարդեց ուրիշի վրա։ Նա անմեղ մարդու ուղարկեց բանտ, ով ընդհանրապես կապ չուներ այս ամենի հետ, ու կապ չունի, որ սա պարզապես գործարք էր ու եղել էր Գարիկի համաձայնությամբ։ Բայց միևնույն ժամանակ Սարոյանը ամբողջ կյանքում վիրավորում ու ստորացնում էր Միսակին։ Այդ դեպքում ծագում է հարց, եթե դու Միսակին էիր արժանի համարում քո դստերը, ապա ինչու էր նման արհամարհական վերաբերվում նրան։ Հետո մահացավ Վահեն, կրկին անուղղակիորեն Սարոյանի պատճառով, ով որոշեց, որ և դատախազ է, և քննիչ, և դատավոր, կայացրեց վճիռ, որ Վահեն է գողը։ Այդպիսով դժբախտացավ նաև Ռեբեկան։ Բայց Սարոյանը այդքանից հետո էլ չի հանդարտվում։ Նա անընդհատ մտածում է, որ ի զորու է ճակատագրեր փոխել, չնայած մի կողմից այդպես էլ կա, ամբողջ կյանքում ճակատագրեր է փչացրել ու իրեն մտահոգ մարդու տեղ դրել, փորձելով ապրել բացառապես հասարակության համար և հասարակության կարծիքով։ Եվ միգուցե նա փաստացի ոչ ոքի չի սպանել, բայց այնքան մարդ է կործանել ու դրա համար չի էլ պատժվել, որ հաստատ կգտնվի մեկը, ով կորոշի, որ նա պետք է պատասխան տա իր արածների համար։ Եվ կա երկու մարդ, ովքեր կցանկանան երբեմնի ամենակարող Սարոյանին տեսնել ծնկած։ Դրանք են Գարիկը և Դիանան։ Ի դեպ, եթե Գարիկը Միսակին սպանելով որոշ չափով հանդարտվել է, ապա նույնը չեն կարող ասել Դիանայի մասին, քանի որ Դիանան դեռ իր վրեժի պլանը ավարտին չի հասցրել ու դեռ շատ անելիքներ ունի, և նրա համար մեկ թշնամին այս պահին Սարոյանն է։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով, արդյոք Սարոյանը պետք է նստի բանտ։ Գրեք մեկնաբանություն։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրս շրխ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորնե Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ,
ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քոյրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, Սոնուշնի գրուպան չգիտեմ որ կողմա գնացել։